Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ տարո կանխատեսում հորոսկոպի բոլոր նշանների համար կապված մեր նորալուսնի հետ, որը կլինի ապրիլի 17-ին Խոյն նշանում։ Այս նորալուսինն իր ազդեցությունը կունենա մի քանի օր առաջ և 2 շաբաթ հետո ևս։ Այժմ անցնենք սիրելի ընկերներ, հերթականությամբ ներկայացնեմ, թե հորոսկոպի որ նշանի համար որ տան լինելու և ինչ փոփոխություններ են բերելու։ Եթե ցանկանում եք անհատական տարո կանխատեսում, անհատական հորոսկոպ, կարող եք ինձ գրել Instagram-յան էջում անձնական նամակով։ Այսպիսով, սիրելի խոյեր, կսկսենք ձեզնից, քանի որ այս խավարումը լինելու է ձեր առաջին տանը։ Ներողություն, խավարում եմ ասում, այս նորալուսինը լինելու է ձեր առաջին տանը։ Իսկ առաջին տունը դա մենք ենք, մեր արտաքինն է, ինչպես նաև հարաբերություններն է ամուսնու, կնոջ, գործընկերների հետ։ Տեսնենք, թե ինչ նոր սկիզբ է սպասվում վերոնշյալ թեմաների շուրջ։ Ինչ կբերի 2026 թվականի ապրիլի նորալուսինը Խոյ նշանի ներքո ծնվածներին։ Ինչ որ երկակի իրավիճակ, սիրելի ընկերներ, ընտրության առջև կկանգնեք։ Թե ինչ ընտրություն կլինի, գուցե օրինակ համագործակցություն պետք է լինի, երկու տարբերակ լինի, պետք լինի ընտրելու կամ օրինակ դիմելու եք արտաքնի հետ կապված միջամտություն կատարելու, մասնագետները շատ լինեն եւ այսպիսով ընտրության առջև կանգնեք։ Այս քարտը խոսում է նաեւ ծախսերի մասին, հնարավոր է ունենաք ծախսեր։ Կարևոր է, որ բալանսը ճիշտ կարողանաք պահել։ Այժմ մյուս քարտերը տեսնենք, թե ինչ կասեն, թե 2026-ի ապրիլի նորալուսինը ինչ կբերի խոյերին։ Ակտիվություն, սիրելի ընկերներ, սա հենց ձեր քարտն է, որ ձեզ նշում է, որ ձեզ կբերի ակտիվություն, նոր էներգիա, պատրաստ կլինեք այն պլանները, այն նպատակները, ինչ ունեք այս ժամանակահատվածի հետ, գնալ առաջ, չզիջելու ոչինչի եւ ձեր ուզածին հասնելու։ Կամ որևէ կին, ով ծնված է հենց ձեր կրակի տարերքի ներքո, այսինքն խոյ, առյուծ կամ աղեղնավոր, ինչ որ դեր կունենա ձեր կյանքում։ Հաջորդ նշանը։ Ցուլ։ Սիրելի ցուլեր, այս նորալուսինը կլինի ձեր 12-րդ տանը։ Իսկ 12-րդ տունն իրենից ներկայացնում է այն ամենը, ինչը հեռու է գտնվում, հեռավոր հողերը, իզոլացված վայրերը, արտասահմանի թեմաները։ Տեսնենք, թե այս թեմաների շուրջ ինչ նորություն կգա ձեր կյանք, թե ինչ կբերի այս նորալուսինը 2026 թվականի ապրիլի ցուլերին։ Երկու քարտուս եկավ, սիրելի ընկերներ, ծախսեր, տարբերակներ, այս երկու քարտ հենց միասին խոսում է տարբերակների մասին, այսինքն ինչ որ կարծես ընտրության առջև պետք է կանգնեք, որը ձեզ համար գուցե դժվար լինի, ավելի շատ դժվար լինի նրանով, որ տարբերակները շատ լինեն եւ դժվարությամբ կենտրոնանաք, հասկանաք, թե ինչ եք ուզում։ Տեսնենք, թե մյուս քարտերն ինչ կասեն, ինչ կբերի այս նորալուսինը ապրիլի ցուլ նշանի ներքո ծնվածներին։ Աշխատանք, կարծում եմ սիրելի ընկերներ, գուցե ձեզ աշխատանք առաջարկեն մի քանի տեղից եւ ընտրության առջև կանգնեք, բայց կարծես ինչ որ ժամանակ պետք է անցնի, որպեսզի դուք հստակ արդեն տեսնեք, թե ինչ եք ուզում եւ արդեն գնաք ձեր ուղով։ Երկորյակներ, սիրելի երկորյակներ, այս նորալուսինը կլինի ձեր 11-րդ տանը, 11-րդ տունը դա մեր շրջապատն է, մեր ընկերներն են, ընկերուհիները, գաղափարակիցները, նաև երեխաների հետ կապված հարցերը, ինչ որ նոր սկիզբ կգա։ Տեսնենք, թե ինչ կասեն քարտերը, թե 2026 թվականի ապրիլի նորալուսինը ինչ կբերի երկորյակներին։ Գումար, սիրելի ընկերներ, արդյունքներ, քանի որ 11-րդ տունը նաև նշում է, ասում է մեզ արդյունքների մասին, կարծես այդ պտուղները, որ նախորդ ժամանակներում, նախորդ ամիսներում ինչ որ գործողություններ եք կատարել, դրանց պտուղները, արդյունքները արդեն այս ժամանակահատվածում կստանաք եւ շատ գոհ կլինեք։ Տեսնենք, թե մյուս քարտերն ինչ են, ինչ կասեն, թե ինչ կբերի 2026 թվականի ապրիլի նորալուսինը երկորյակներին։ Այս քարտը ասում է, որ ինչ որ բան գուցե մանրամասն զննեք, ուսումնասիրեք, հնարավոր է նաև այս քարտը խոսի, որ ձեր շրջապատում գուցե ձեր ընկերուհիները, ընկերները, գաղափարակիցները փորձեն ձեր մասին ինչ որ ինֆորմացիա քաղել այստեղից այնտեղից կամ ձեզնից ուղղակի ինֆորմացիա ուզենան քաշեն։
Հաջորդ նշանը խեցգետինն է։ Սիրելի խեցգետիններ, այս նորալուսինը կլինի ձեր 10-րդ տանը։ 10-րդ տունը մեր կարիերան է, մեր ստատուսն է, հայրիկի հետ կապված հարցերն են։ Տեսնենք, թե ինչ նոր սկիզբ կբերի այս նորալուսինը ձեզ։ Ինչ կբերի 2026 թվականի ապրիլի նորալուսինը խեցգետիններին։ Որևէ տղամարդ, ով ծնված է օդի տարերքի ներքո, դա է երկբորյակ, կշեռք կամ ջրհոզ, ինչ որ դեր կունենա ձեր կյանքում, այս տղամարդը կարող է լինել կամ ձեր շրջապատից մեկը, կամ նոր ինչ որ ծանոթություն լինի, կարող է լինել ձեր ղեկավարը, կամ ապագա ամուսինը։ Իհարկե այս քարտը կարող է խոսել նաև նրա մասին, որ շատ խեցգետիններ կգնան բժշկի։ Տեսնենք, թե մյուս քարտերն ինչ կասեն, թե ինչ կբերի 2026 թվականի ապրիլի նորալուսինը խեցգետիններին։ Կարծում եմ ամենայն դեպս սա կխոսի բժշկի թեմայով, հնարավոր է առողջական խնդիրներ լինեն, սիրելի ընկերներ, միգուցե մրսածություն լինի կամ զուտ մի քանի օրով չգնաք աշխատանքի ինչ-ինչ պատճառներով, հա, նման ինչ-որ հարցեր կարող են լինել։ Իհարկե նաև, քանի որ սա կարիերային է վերաբերում, կարծում եմ, որ ոմանք գուցե հստակ որոշում կայացնեն աշխատանքից դուրս գալու կամ ընդհակառակը տեղեկանան, որ աշխատանքից պետք է դուրս գան։ Առյուծներ։ Սիրելի առյուծներ, այս նորալուսինը կլինի ձեր 9-րդ տանը, իսկ 9-րդ տունը դա արտասահմանի թեմաներն են, բարձրագույն կրթության թեմաներն են, երկրորդ ամուսնությունները, թոռնիկի թեմաները, այս վերոնշյալ թեմաների շուրջ ինչ որ նորություններ լինելու ձեր կյանքում։ Տեսնենք, թե քարտերն ինչ կասեն, թե 2026 թվականի ապրիլի նորալուսինը ինչ կբերի առյուծներին։ Գումար, սիրելի ընկերներ, հաջողություն։ Գուցե արտասահմանից գումար ստանաք, գուցե զուտ ինչ-որ ժառանգություն իհարկե հնարավոր է նաև ստանաք, համենայն դեպս ինչ-որ արտասահմանից գուցե ինչ-որ նորություն ստանաք, չգիտեմ ոնց բացատրեմ, համենայն դեպս գումարի թեմա է լինելու, ժառանգության թեմա է լինելու, կարծես ունեցվածքի թեմա է լինելու, հա, վերոնշյալ թեմաների շուրջ ինչ-որ նորություն լինի, գուցե որոշեք արտասահմանում օրինակ անշարժ գույք ձեռք բերել։ Տեսնենք, թե մյուս քարտերն ինչ կասեն առյուծներին, թե ինչ կբերի 2026 թվականի ապրիլի նորալուսին։ Այս քարտը խոսում է օգնության մասին։ Գուցե ձեզնից օգնություն խնդրեն կամ դուք ընդհակառակը ինչ-որ մեկից օգնություն խնդրեք։ Այս քարտը կարող է խոսել նաև, որ ձեզ առաջարկեն օրինակ քավոր լինելու կամ ընդհակառակը դուք դիմեք ինչ-որ մեկին, որպեսզի քավորություն անի։ Անցնենք հաջորդ նշանին, հաջորդ նշանը կույսն է։ Սիրելի կույսեր, այս նորալուսինը կլինի ձեր 8-րդ տանը։ Իսկ 8-րդ տունը դա ոչ ձեր կողմից աշխատած գումարներն են։ Իսկ դա ինչ է նշանակում, որ գուցե սկսեք ինչ-որ գումար ստանալ։ Կարող է իհարկե սա պայմանավորված լինել վարկի հետ, այսինքն վարկ վերցնեք, սկսեք գումարներ ստանալ, կամ գուցե ձեր երեխաների հետ պետական համակարգից սկսեք ինչ-որ գումարներ ստանալ, կամ ապահովագրության հետ կապված, գուցե ապահովագրությունից ինչ-որ գումարներ գան, նման հարցեր կարող են լինել։ Տեսնենք, թե քարտերն ինչ կասեն, թե ինչ կբերի 2026 թվականի ապրիլի նորալուսինը կույսերին։ Ինչ-որ անորոշ իրավիճակ, սիրելի ընկերներ, կարծես այս երկու շաբաթում գտնվելու եք անորոշ իրավիճակում կամ ինչ-որ սպասողական իրավիճակում։ Տեսնենք, թե մյուս քարտերն ինչ կասեն, ինչ կբերի 2026 թվականի ապրիլի նորալուսինը կույսերին։ Սիրելի ընկերներ, նույն քարտն է դուրս եկել, սա ինչ է նշանակում, որ շատ հստակ է, ավելի պատկերացնում եք նույն քարտը դուրս է եկել տարբեր քարտերից, սա լուսին քարտն է, իսկ լուսինը ասում է, որ պետք է սպասեք 2 շաբաթ։ Կարծես 2 շաբաթ պետք է անցնի, որպեսզի պարզություն գա ձեր կյանք։ Կարծում եմ, որ պայմանավորված, հա, այս 2 շաբաթը կարող է լինել օրինակ դիմեք գումար ստանալու համար, վարկ ստանալու համար կամ պետական համակարգից ինչ-որ գումար ստանալու համար եւ գտնվեք սպասողական վիճակում։ Դա շատ հետաքրքիր է։ Անցնենք հաջորդ նշանին, կշեռք։ Սիրելի կշեռքներ, ձեր 7-րդ տանն է լինելու այս նորալուսինը, բերելով ինչ-որ նոր սկիզբ, նոր հարաբերություններ, գուցե ամուսնություն, գուցե
ամուսնալուծություն, նայած ում մոտ ոնց կլինի, բայց կարծես ինչ որ նորություն կգա ձեր կյանք կապած ամուսնու, կնոջ կամ հաճախորդների, գործընկերների հետ։ Տեսնենք թե քարտերն ինչ կասեն, թե ինչ նորություն կբերի ձեզ 2026 թվականի ապրիլի նորալուսինը կշերքներին։ Ասա խոսում է հաջողության մասին, ինչ որ գործ ձեր կյանքում հաջողությամբ ավարտ կունենա։ Գուցե հաջողությամբ համագործակցություն ունենաք, կամ եթե օրինակ պետք է դուրս գաք օրինակ համագործակցությունից, ապա դա կլինի համենայն դեպս շատ հաջող ձեզ համար։ Մյուս քարտերով էլ տեսնենք թե ինչ կասեն այս քարտերը, թե ինչ կբերի 2026 թվականի ապրիլի նորալուսինը կշերքներին։ Գումար, սիրելի ընկերներ, սա խոսում է գումարի մասին։ Կարծես ձեր ֆինանսներում դանդաղ, բայց կայուն, հստակ ֆինանսական աճ կգրանցվի։ Կարիճներ, սիրելի կարիճներ, այս նորալուսինը կլինի ձեր 6-րդ տանը, բերելով նորություն ձեր աշխատավայրից, առօրյայից, կենցաղից, առողջությունից։ Տեսնենք թե քարտերն ինչ կասեն, թե ինչ կբերի 2026 թվականի ապրիլի նորալուսինը կարիճներին։ Աշխատանք, սիրելի ընկերներ, սա խոսում է աշխատանքի մասին, նոր աշխատանքային պայմանագիր գուցե ստորագրեք, կամ ընդհակառակը ստորագրեք փաստաթուղթ, որ դուրս եք գալիս աշխատանքից։ Նման ինչ որ հարցեր կլինեն, եկեք տեսնենք թե մյուս քարտերն ինչ կասեն, թե 2026 թվականի ապրիլի նորալուսինը ինչ կբերի կարիճներին։ Սա խոսում է ավելի մասշտաբների մասին, այսինքն կսկսեք ավելի լայնամասշտաբ մտածել, գուցե օրինակ որոշեք դուրս գալ աշխատանքից եւ ավելի փնտրեք ավելի լավ աշխատանք, հա, կամ գուցե երկրորդ աշխատանք փնտրեք, ինչպես նաեւ ձեզ գուցե օգնեն աշխատավայրում, գուցե օրինակ նոր գոլեգա ունենաք, ով կարծես ձեր աշխատանքը կկիսի եւ այսպեսով ձեր բեռը կթեթևացնի, հա։ Հաջորդ նշանը աղեղնավոր։ Սիրելի աղեղնավորներ, այս նորալուսինը կլինի ձեր 5-րդ տանը, 5-րդ տունը դա մեր երեխաներն են, սիրավեպերն են, ներողություն կարիերան չէ, այստեղ բիզնեսը, հա։ Այս թեմաների շուրջ ինչ որ նորություն կգա, գուցե նորություն իմանաք ձեր երեխայի մասին կամ նոր հարաբերություններ սկսվեն ձեր կյանքում։ Տեսնենք թե քարտերն ինչ կասեն 2026 թվականի ապրիլի նորալուսինը ինչ կբերի աղեղնավորներին։ Գումար, սիրելի ընկերներ, գումար, այս սա խոսում է գումարի մասին, գուցե ձեր բիզնեսը սկսի ձեզ բերել գումարներ, գուցե նոր ինչ-որ ձեր սիրեցյալից ինչ-որ լավ արժեքավոր նվեր ստանաք, կամ ձեր երեխաները, եթե ունեք մեծ երեխաներ, հնարավոր է օրինակ իրենք ինչ-որ անշարժույթ ձեռք բերեն, նման ինչ-որ հարցեր կարող են լինել։ Տեսնենք թե մյուս քարտերն ինչ կասեն, թե ինչ կբերի 2026 թվականի ապրիլի նորալուսինը աղեղնավորներին։ Նոր սկիզբ, սիրելի ընկերներ, նոր դուռ է բացվելու ձեր առջև։ Գուցե որոշեք նոր բիզնես ունենալ, կամ ձեր երեխայի կյանքում լինի այս հաջողությունը, համենայն դեպս հիանալի քարտեր են դուրս եկել, նոր սկիզբ, նոր քայլեր եւ ֆինանսական քայլերի մասին է խոսքը, որը ձեզ կբերի մեծ ֆինանսներ։ Այծեղջյուրներ, սիրելի այծեղջյուրներ, այս նորալուսինը կլինի ձեր 4-րդ տանը։ 4-րդ տունը դա մեր տունն է, ընտանիքն է, ընտանիքի անդամները, անշարժ գույքի հետ կապված հարցերը։ Այս թեմաների շուրջ ինչ որ նորություն կգա ձեր կյանք։ Տեսնենք թե քարտերն ինչ կասեն, ինչ կբերի 2026 թվականի ապրիլի նորալուսինը այծեղջյուրներին։ Ինչ որ մեկը կին աղջիկ, ով ծնված է օդի տարերքի ներքո, դա է երկբորյակ, կշեռք կամ ջրհոզ, նրա հետ կապված ինչ-որ փոփոխություն կարող է լինել, նա կարող է լինել ձեր ընտանիքի անդամը, ձեր շրջապատից որևէ մեկը, կամ նոր ինչ-որ նման կին հայտնվի ձեր կյանքում, այնպես նաև ասա կարող է այս աղջիկը կամ կինը կարող է լինել օրինակ ձեր տղային ամուսնացնեք, ձեր հարսը կարող է լինել, հա, կամ գուցե ձեր մայրիկին որոշեք բերել ձեզ հետ ապրել, որպեսզի ձեզ հետ ապրի։ Կարծես այս կինը ձեր կյանքում ինչ-որ դեր կունենա, ինչը հատկապես ոչ միայն ձեր կյանքում, այլ ձեր ընտանիքի կյանքում։ Տեսնենք թե մյուս քարտերն ինչ կասեն, թե ինչ կբերի 2026 թվականի ապրիլի նորալուսինը այծեղջյուրներին։ Ինչ որ սահմանափակումն է, սիրելի ընկերներ, սա խոսում է սահմանափակումների մասին, վախերի մասին, որ կարծես ինչ-ինչ պատճառներով դուք սահմանափակված կլինեք, չեք կարող շարժվել, հա, կարծես ինչ-որ բան ձեզ այսպես կպահի։ Տեսնենք թե մյուս քարտերն ինչ կասեն,
Ներողություն, մյուս նշանը ինչ կասի մեզ, ջրհոս։ Սիրելի ջրհոսներ, այս նորալուսինը լինելու է ձեր երրորդ տանը։ Երրորդ տունը դա Մերկուր եղբայրներն են, շփումն է, հարաբերություններն են, կապի տրանսպորտի միջոցներն են, ինչ որ նորություն, նոր սկիզբ է գալու վերոնշյալ թեմաների շուրջ։ Տեսնենք թե քարտերն ինչ կասեն, ինչ կբերի 2026 թվականի ապրիլի նորալուսինը ջրհոսներին։ Ինչ ուզեք, սիրելի ընկերներ։ Այս քարտը ասում է, որ ամեն ինչ ձեր ձեռքերում է։ Եթե ինչ որ պլաններ ունեք կապված վերոնշյալ թեմաների շուրջ, կստացվի ձեզ մոտ, եթե դուք ցանկանաք, որովհետև ձեր ձեռքի տակ կարծես ամեն ինչ կլինի, որպեսզի դուք ձեր ուզածին հասնեք։ Տեսնենք թե մյուս քարտերն ինչ կասեն, ինչ կբերի 2026 թվականի ապրիլի նորալուսինը ջրհոսներին։ Նոր սկիզբ, սիրելի ընկերներ, նոր հարաբերություններ, ինչ որ կարծես նոր հաճելի սկիզբ կլինի, թե որ ոլորտում կլինի, ամեն մեկը մի ձև կզգա, բայց որ ինչ որ հաճելի սկիզբ է լինելու, դա հաստատ։ Եվ ձկներ, սիրելի ձկներ, այս նորալուսինը կլինի ձեր երկրորդ տանը, ֆինանսների տուն, արժեքների տուն, ինչ որ նոր ֆինանսներ, նոր աշխատավարձ, նոր գումար, տեսնենք թե քարտերը մեզ ինչ կասեն, ինչ կբերի 2026 թվականի ապրիլի նորալուսինը ձկներին։ Ինչ որ կանք, սիրելի ընկերներ, դադար, կարծես ինչ որ բան պետք է անեք, բայց մինչ այդ անելը պետք է դադար վերցնեք, հասկանաք ինչ եք ուզում, որպեսզի հետո կարողանաք շարժվել առաջ։ Գուցե մտքերը լինեն կապված ֆինանսների հետ, հա, մտածեք, ներդրումներ կատարեք, չկատարեք, ոնց ծախսեք ձեր գումարները, որտեղ ներդրում անեք, որպեսզի ինչ որ հաջող ավարտ ունենա։ Տեսնենք թե մյուս քարտերն ինչ կասեն, ինչ կբերի 2026 թվականի ապրիլի նորալուսինը ձկներին։ Սերի ձկներ, սա կամ հենց դուք եք, ձուկ աղջիկներին է վերաբերվում, այսինքն զուտ ձեզնով եք զբաղված լինելու այս ամսում, իսկ եթե դուք չեք, ապա որևէ կին, ով ծնված է ջրի տարերքի ներքո, ձկներ խեցգետին կամ կարիճ, ձեր կյանքում ինչ որ դեր է ունենալու։ Այսքանը, սիրելի ընկերներ, պայմանավորված այս նորալուսնով, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին, սեղմել զանգակի կոճակին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները, իսկ մենք շուտով կհանդիպենք, ցտեսություն։